Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV Տավուշյան հորիզոնների հաղորդաշարի շրջանակում մենք շարունակում ենք հյուրընկալել Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի մեր գործընկերներին հետաքրքիր զրույց քննարկումներ ունենալու նպատակով։ Այս շաբաթվա թեման է ոչ ֆորմալ կրթությունը, դրա տված հնարավորությունները, ինչու՞ չէ նաեւ դրանց հետևանքով արտասահմանյան կրթության եւ փոխանակման ծրագրերին կանդրադառնանք ու կխոսենք մարտահրավերների մասին։ Որպես զրույց քննարկման հյուրընկալել ենք Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, պարոն Գարիկ Սիրոյանին։ Պարոն Սիրոյան, շատ շնորհակալություն հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Թերևս ընտրել ենք Համենայն դեպս ուսանողների եւ երիտասարդների շրջանում շատ հետաքրքիր եւ արդիական թեմա, որովհետեւ ըստ էության ոչ ֆորմալ կրթության գաղափարը վերջին տարիներին ընդգծվեց իր կարեւորությամբ։ Ես ուզում եմ, որ մենք այսօր խոսենք այն մասին, թե ինչ է առհասարակ ոչ ֆորմալ կրթությունը եւ դրա հարաբերակցությունը ֆորմալ կրթության հետ։ Օգնում են դրանք իրար, լրացնում են, որն է դրանց հատման կետը եւ այլն։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Արգելմելն է եւ շատ ուրախ եմ գտնվել այսօր ստուդիայում եւ թեման այո շատ ակտուալ է ու խոսելու շատ բան կա, բայց կփորձենք նորից անդրադառնալ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությանը, փորձենք նաեւ անդրադառնալ փոխհարաբերություններին այդ երկու այսպես ասած կատեգորիաների միջեւ ինչ ընդհանրապես ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունները, ինչ տարբերություն եւ առանձնահատկություններ են յուրաքանչյուրը։ Եթե որպես փորձում ենք դիտարկել ֆորմալ կրթությունը, դա ֆորմալ, բուհական, մասնագիտական կրթությունն է, դա կլինի բուհ, դա կլինի քոլեջ, որը տալիս է ակադեմիական կրթություն։ Այսինքն որտեղ դուք ստանում եք համակարգված գիտելիքներ եւ որտեղ դուք ձեռք եք բերում հմտություններից բացի նաեւ վերլուծելու ունակություններ, այսինքն ծանոթանում եք տարբեր միջդիսցիպլինար եւ կոնկրետ այդ դիսցիպլինային վերաբերող գիտելիքներ։ Ինչ վերաբերում է ֆորմալ կրթությանը, ոչ ֆորմալ կրթությանը, ապա ոչ ֆորմալ կրթությունը ինքը ավելի շատ որոշակի հմտությունների եւ կարողությունների զարգացմանն ուղղված կրթություն է, որը իր տեսանկյունով ավելի կարճաժամկետ է, բայց ինքը հնարավորություն է տալիս ավելի կոնկրետ հստակ որոշակի գործիքակազմի տիրապետել, ավելի կոնկրետ որոշակի կարողություններ ձևավորել եւ այս տեսանկյունից, երբ որ մենք դիտարկում ենք ֆորմալ եւ ոչ ֆորմալը, ես ուզում եմ նշել, որ սրանք մեկը մյուսին փոխլրացնող են։ Այսինքն այն ինչ որ տալիս է ֆորմալ կրթությունը չի կարող տալ ոչ ֆորմալը եւ հակառակը ինչ որ տալիս է ոչ ֆորմալը շատ ժամանակ հնարավորություն չկա ֆորմալ կրթության ժամանակ այդ ամեն ինչը ստանալ, ձեռք բերել։ Եվ այստեղ հենց գալիս կարիք, որ պետք է այս մեկը մյուսին փոխլրացնեն եւ մենք պետք է հասկանանք նաեւ կյանքում մի բան, հնարավոր չէ միայն առաջ գնալ ֆորմալով եւ հնարավոր չէ միայն առաջ գնալ ոչ ֆորմալով, որտեվ երբ որ մենք բուհը ավարտում ենք, դուրս են գալիս բուհից, մենք դուրս են գալիս որոշակի գիտելիքների բազայով, որոշակի ունակություններով, բայց արդեն կյանքի ընթացքում մենք հանդիպում ենք որոշակի իրավիճակների, որ մեզ պետք են կոնկրետ խնդրի շուրջ որոշակի գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, որ մենք պետքա զարգացնենք, որը մենք պետքա խորացնենք։ Ես այստեղ ցավոք բան եմ ուզում նշել, որ ցավոք սրտի հատկապես նախկինում շատ ընդունված է որ բուհը ավարտելուց հետո վերջ, այսինքն էլ մեզ ոչ մի բան պետք չի, մենք բուհը ավարտեցինք, մենք ամեն ինչ գիտենք, ամեն ինչին տիրապետում ենք։ Ցավոք սրտի մեր հասարակության մեջ այդ սխալ պատկերացումը կար ու ուզում եմ նշել, որ բավական ցածր էր Հայաստանում մակարդակը, որոշակի հենց այդ ոչ ֆորմալ կրթության եւ բուհն ավարտելուց հետո ավելի զարգանալու կատարելագործելուն ուղղված, այսինքն կրթությունը շարունակելուն, այդ շարունակական կրթությունը որ կա, ինքը նաեւ իր մեջ ներառում է ոչ ֆորմալ կրթությունը եւ շատ դեպքում մեր շարունակական կրթությունը ոչ ֆորմալը խառնում է, բայց դրանք որոշակի տարբերություններ կա դրանց միջեւ ու այսօր ողջունելի է որ շատերի մոտ արդեն սկսում է փոխվել պատկերացումները ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ։
Նաև ստեղ կա տարբերություն ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության մասով, թե ովքեր են տրամադրում, ով կա։ Եթե խոսում ենք ֆորմալի մասին, դա ֆորմալացված ինստիտուտներ են, այսինքն բուհերն են, կրթական հաստատություններն են, որոնք ֆորմալ կրթություն են տրամադրում։ Ոչ ֆորմալի մասով դա կարող են լինել տարբեր տեսակի կազմակերպություններ, գիտական կենտրոններ, այսինքն մասնագիտական կենտրոններ կարող են լինել, վերապատրաստման կենտրոններ կոնկրետ, օրինակ, չգիտեմ, դա հաշվապահական դասընթացներ են կազմակերպվում, նման կրթական կենտրոններ կա կամ որոշակի այլ հմտությունների ծրագրավորում են մարդիկ գնում սովորում եւ այլն։ Սա արդեն այլ ուղղվածության է եւ ու ինքը կարող է լինել, չգիտեմ, 1 ամսով, 3 ամսով, 6 ամսով, բայց չենք կարող, այսինքն ոչ ֆորմալ ինչ որ տարիներով ակադեմիական կրթության տեղը լրացնել։ Սա է այն կարևորությունը, որ մենք պետք է հասկանանք, որ մեկը մյուսին փոխ լրացնող են։ Այո։ Իրականում ես համաձայն եմ ձեր արտահայտած այն կարևոր ու առանցքային մտքի հետ այս թեմայի շրջանակում, որ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունը ու այս համակարգերը ըստ էության պիտի լինեն փոխլրացնող, որովհետեւ շատ հաճախ հենց երիտասարդության շրջանակում ուսանողների կամ այս համակարգի շահառու հանդիսացող խմբերի մեջ կա այդ բանավեճը, որ ձեր ասացի հակադարձ կարծիք այն մասին, որ ում է պետք 4 տարի գնալ սովորել, դիպլոմ ստանալ, եթե կարելի է այդ նույն կուրսը անցնել դիցուկ օրինակ 6 ամսյա արագացված կուրսերի շրջանակում եւ այլն եւ այլն։ Ու այս համատեքստում ես ուզում եմ մենք ընդգծենք այն միտքը եւ իրողությունը, որ ոչ ֆորմալ եւ ֆորմալ կրթությունը դրանք մեկը մյուսից տարբերվում են բացառապես իրենց տրված պրոդուկտի շրջանակում եւ ոչ թե մի համակարգը ավելի լավն է եւ նախընտրելի եւ ի տարբերություն մյուս համակարգի։ Այս համատեքստում դուք անընդհատ կարմիր գծի այսպես ասած տանում եք այն միտքը, որ դրանք տարբեր հմտությունների եւ կարողությունների մասին են։ Ես ուզում եմ մենք անդրադառնանք, թե ոչ ֆորմալ կրթությունը ըստ էության ինչպիսի գիտելիքներ, կարողություններ եւ հմտություններ է փորձում զարգացնել երիտասարդության ուսանողության շրջանում։ Հմտություններն ու կարողությունները կոնկրետ մասնագիտական, կոնկրետ նեղ ուղղվածության որոշակի գործողություն անելու։ Օրինակ, ասենք, ծրագրավորման կոնկրետ որոշակի լեզու կամ կոնկրետ որոշակի գործողություն անել։ Բերեցի օրինակ ծրագրավորման օրինակը, չէ՞։ Չգիտեմ, ասենք JavaScript սովորեն կամ, չգիտեմ, C++ եւ այլն, այսինքն իրենք բուհը դրա փոխարեն տալիս է ամբողջական ակադեմիական գիտելիք ալգորիթմի ձևավորման մասով, այսինքն ալգորիթմական մտածելակերպ է ձևավորում։ Իսկ երբ որ մենք գնում ենք ոչ ֆորմալին, գնում ենք որոշակի դասընթացների, մենք կոնկրետ մեր տեղում նստած որոշակի գործողություն անելու կարողություն ենք մենք սովորում ու վсё, դրանից դուրս մենք կարողա ոչինչ չկարողանանք անենք։ Իսկ ակադեմիականը ինքը ընդհանուր զարգացմանն է տանում, ինքը ընդհանուր գիտելիք է տալի, որի հիման վրա, այսինքն որի վրա հիմնվելով դու կարող ես զարգացնել քո ոչ ֆորմալ կրթության դասընթացների միջոցով կոնկրետ որոշակի գործողություն անելուն ուղղված, այսինքն դա լինել։ Սա է նաև տարբերությունը, որ մենք պետք է հասկանանք, որ նա ընդհանուր զարգացմանն է տանում, ընդհանուր գիտելիք է տալիս, ոչ ֆորմալը չի կարող բերել քեզ այդ ընդհանուր գիտելիքի դաշտ, ակադեմիական դաշտ ինքը չի կարող։ Դու դառնում ես նեղ մասնագետ, չգիտեմ, գնացիր սովորեցիր հաշվապահություն, բայց հաշվապահությունից բացի, երբ որ դու սովորում ես տնտեսագիտության ֆակուլտետում, սովորում ես ֆինանսների մասնագիտությամբ, դու այնտեղ տիրապետում ես ոչ միայն հաշվապահական գործիքներին, դու պատկերացնում ես կազմում տնտեսագիտության մասին, տնտեսագիտական երևույթների մասին, ֆինանսական վերլուծության մասին, ոչ թե զուտ նստել, հաշվեկշիռ կազմել, չգիտեմ, հարկային հաշվություններ կազմել, նա արդեն ավելի նեղ է գնում։ Նա լայն է։ Իսկ եթե դու ունես այդ ակադեմիական գիտելիքները, քո համար շատ ավելի հեշտ կլինի նստել եւ սովորել նույն հաշվապահությունը, եւ ավելի ճիշտ կազմել այդ հաշվետվությունը, վերլուծել, չգիտեմ, ոչ միայն նստել բալանս հաշվեկշիռ կազմել, այլ նաեւ ֆինանսական վերլուծություններ անել, կազմակերպության ֆինանսական խնդիրներ բացահայտել։ Սա արդեն ավելի լայն, ավելի մեծ հնարավորություն է քեզ տալիս։ Ոչ ֆորմալ կրթությունը ըստ էության հաջողությամբ նաեւ կարողանում է փակել, այսպես ասած, փափուկ հմտությունների լրացման բացը, առաջնորդություն, ժամանակի կառավարում, կոնֆլիկտների, հաղորդակցային հմտությունների բարելավում, թիմային աշխատանք եւ այլն։ Ես կուզեմ նաեւ մենք անդրադառնանք փափուկ հմտությունների կարեւորության մասին, ինչու, որովհետեւ վերջի շրջանում ըստ էության աշխատաշուկայի ամենատարբեր բաց հաստիկների համատեքստում կարևորում են հենց փափուկ հմտությունների առկայությունը։ Այո, այսօր աշխարհը գրում է այնպես, զարգանում է այնպես, որ շատ ժամանակ արդեն
նույնիսկ աշխատանքի ընդունելուց ոչ թե մեծ ուշադրություն դարձնում են ձեր ակադեմիական դիպլոմին կամ աստիճանին, որ դուք ունեք, այլ ավելի շատ ուշադրություն են փորձում դարձնել, թե դուք ինչ հմտությունների եւ կարողությունների եք տիրապետում, եւ դրանց մեջ նաեւ sense ասած հստակ գծով գնում է փափուկ հմտությունը, soft skills այսպես կոչված, եւ որտեվ դա նաև հնարավորություն տալիս ծանոթանալ, թե դուք ինչպիսին եք, այսինքն ինչպես կարող եք կոնֆլիկտային իրավիճակներում ձեզ դրսևորել, ոնց եք կարողանում խնդիրները հաղթահարել, նույն առաջնորդության մասով, նույն կոնֆլիկտայնության տեսանկյունից, խնդիրներ լուծելու տեսանկյունից, գործատուին այս հիմա շատ հետաքրքրում են հենց այդ կարողությունները, որ դուք ունեք, եւ արդյոք, որտեվ դա թիմային աշխատանք է, շատ ժամանակ ինքը իր մեջ ներառում, որ պետք է աշխատեք ու այդ երևույթն, այսինքն այդ մասնագիտական հմտությունները ու կարողությունները շատ ժամանակ հենց ձեռք են բերվում ոչ ֆորմալ կրթության շրջանակներում։ Այդ soft skills-ը դրանց հիմնական մասը դուրս է մնում ակադեմիական կրթության, ուրեմն մակարդակում ճիշտ է, մենք որոշ բաներ ուսումնասիրում ենք, սովորում ենք, դասավանդում ենք, այդ կտրվածքով բնակ ասում ենք management, չէ՞, այդ management-ի շրջանակներում սովորում են տարբեր, այսինքն process-ների կառավարում, հմտություններին, չգիտեմ, ծանոթանում են, բայց կոնկրետ, այսինքն խորանալ եւ զարգացնել անձի ներսում այդ soft skills հասկացողությունները, դա որոշակի ժամանակ է պահանջում եւ դա հենց ֆորմալ կրթության շրջանակներում է հնարավոր է ամեն ինչը ապահովել ու ողջունելի է, որ այսօր ինքը դառնում է գնալով ավելի պահանջված նաև մեր երիտասարդության շրջանում եւ երիտասարդները սկսում են դրա վրա ուշադրություն դարձնել եւ եթե նայենք շատերը արդեն նաև փորձում են տարբեր տեսակի սեմինարների, տրեյնինգների մասնակցել, դրանց մասին պատկերացում կազմել, այն ինչ որ չկար, օրինակ 10 տարի առաջ, 20 տարի առաջ լրիվ ուրիշ էր, այսօր կյանքը զարգանում է եւ էվոլյուցիայի շրջանակներում մենք գնում ենք դեպի այդ ուղղության, որ հիմա հասկանում ենք բան առանց այդ գործիքակազմին այդ soft skill ասացին տիրապետելու շատ ավելի դժվար կլինի լինել մրցունակ աշխատաշուկայում եւ կարողանալ տեղ զբաղեցնել այսպես կոչված աշխատանքի շուկայում ձեր տեղը գտնել, որտեվ դա պահանջված է գործողների կողմից։ Երբ փորձում ենք հասկանալ թե այս թեմայի շրջանակում ինչու հենց ձեզ պիտի դմենք, դա պատահական չէ, որովհետև ես գիտեմ, որ վերապատրաստման, դասավանդման եւ մի շարք կրթական այլ նպատակներով պայմանավորված դուք շատ եք մասնակցում, լինելով ամբիոնի վարիչ, լինելով արդեն դոցենտ, շարունակում եք մասնակցել նմանատիպ միջոցառումների, նախաձեռնությունների, փոխանակման ծրագրերի։ Երբ սկսվեց ձեզ ճանապարհը այս աշխարհում, որովհետև ըստ էության փոխանակման ծրագրերը ունեն իրենց ուրույն տեղը ոչ ֆորմալ կրթության ապահովելու համատեքստում, երբ հասկացաք, որ դրա կարիքը կա, ու երբվանից սկսվեց ձեր ճանապարհը ոչ ֆորմալ կրթության աշխարհում, հա, ձեր քայլերը, այսպես ասած։ Դա քրքիր հարց է։ Իմ այդ ճանապարհը այսպես կոչված սկսվել է ինչ-որ առումով ֆորմալ կրթությունից, սովորելով դրսում, մագիստրատուրան ես ավարտել եմ դրսում, եւ հենց այդ ժամանակվանից արդեն ես հասկացա մի բան, որ դրսում կրթություն ստանալը, դրսում շփվելը, դա հասակակիցների հետ, դասախոսների հետ արդեն նաեւ հետագայում աշխատանքի բերումով ինքը նպաստում է զարգացմանը անձի, այսինքն տարբեր մշակույթներ, տարբեր երևույթներ։ Դրանից հետո, երբ որ արդեն աշխատանքի ընթացքում, բուհական եւ ոչ բուհական աշխատանքի ընթացքում, ես նաեւ հասկացա մի բան նույնպես, որ կյանքում ինչքան ապրում ես, պետք է սովորես, մարդ սովորում է, այնպես չէ, որ հիմա մի բան սովորեցինք եւ վերջ մենք ամեն ինչ գիտենք։ Ու երբ որ դա կարիքը դու զգում ես, դու փորձում ես հասկանալ, որտեղից կարող ես այդ հմտությունները ձեռք բերել եւ ակադեմիական շրջանակներում եւ ոչ ակադեմիական շրջանակներում։ Եվ արդեն երբ որ հնարավորություններ ստեղծվեցին նաեւ բուհական շրջանակներում, այսինքն փոխանակման ծրագրերի մասնակցելու, ես մեծ պատրաստակամությամբ լծվեցի նաեւ այսպես ասած այդ գործին, որովհետեւ երբ որ գնում ես դուրս, երբ որ գնում ես շփվում ես քո գոլեգաների հետ, երբ որ տեսնում ես այնտեղ թե ինչպես է դասապրոցեսը կազմակերպվում, ինչպես են այդ հարաբերությունները, դասախոս-ուսանող հարաբերությունները, ինչպես են աշխարհը զարգանում, ինչպես են գիտական մոտեցումները զարգանում, դու սկսում ես դա արդեն վերցնել, որտեվ չպետք է կաղապարված լինել եւ չպետք է սահմանափակվել, ինչ որ մի հատ մեր համար կլոր շրջանակ գծենք եւ այդ շրջանակից այն կողմ դուրս չգան, ոչ, շրջանակից այն կողմ կա կյանք, կա աշխարհ եւ պետք է տեսնել ոնց են մարդիկ հարաբերվում ու դա սկսում է նաև նպաստում է
քո ինքնազարգացմանը եւ ինքնաբավարարվածության բարձրացմանը։ Երբ որ դու բավարարություն ես ստանում նաև քո աշխատանքից եւ բավարարություն ես ստանում, այսինքն այն ինչ որ ընկալել ես, այն ինչ որ վերցրել ես, երբ որ դա փորձում ես նաև տալ։ Ու առաջի անգամ ես մասնակցեցի փոխանակման ծրագրի, բուհական ծրագրին 2018 թվականին իմ առաջի այցը Մադրիդի համալսարան էր, ու դրանից հետո ոնց որ արդեն զգացի, որ լավ, ասենց ասած, ինքը օգտակար է, ու երբ որ արդեն նաև շփվում եմ դրսի գոլեգաների հետ, հասկացա մի բան, որ երբ որ գնում ենք, նաև ինչ-որ բան ենք սովորում։ Եվ այդ սովորածը ես երբեք չեմ փորձել մեծամետ լինել, հա, ես դասախոս եմ, ամեն ինչ գիտեմ, ոչ, որտեվ երբ որ դրսի իմ գոլեգաներն էլ շատ բան գիտեն, ես նրանցից շատ բան եմ վերցրել, եւ այն ինչ որ շատ բան ես տեսել եմ, վերցրել եմ, ես նաև փորձել եմ ներդնել այստեղ, փորձել եմ ներդնել ԵՊՀ-ում եւ փորձել եմ եւ մոտեցումները ասած է դասավանդման, այսինքն դասապրոցեսի կազմակերպման, դասավանդման, ինչու՞ չէ ուսանողների հետ շփման հարաբերություն, որտեվ տարբերվում է ամեն դեպքում կա էական տարբերություն մեր մոտ ընդունված նորմերի, շփումների եւ դասապրոցեսի եւ դրսում այդ ամեն ինչ ինչպես է կազմակերպվում, ու դա ինձ շատ է օգնում հարաբերություններում, ուսանողների հետ հարաբերություններում, իմ գործընկերների հետ հարաբերություններում եւ այդ դրական ազդեցությունը հնարավորություն է տալիս անդադ նաև պոզիտիվ էներգիա կուտակել եւ պոզիտիվ էներգիան նոր շարժիչ ուժ է դառնում անդադ աշխատելու, զարգանելու, ինքնազարգացման վրա ազդելու եւ մենք միշտ պետք է աշխատենք մեր վրա։ Երբեք չպետք է սահմանափակվենք մեր ձեռք բերածով, մեր ունեցածով։ Եթե սահմանափակվենք, եթե դադարենք զարգանալ, կյանքը կդառնա անիմաստ։ Մենք կլճանանք։ Իսկ դա ամենավատ բանն է, երբ որ մարդը լճանում է։ Եվ ես միշտ խորհուրդ եմ տալի իմ ընկերներին, իմ գործընկերներին, ասում եմ գնացեք, մասնակցեք, մի վախեցեք։ Շատերը վախենում են, չգիտեմ, այդ վախը գալիս է որոշակի լեզվական շփումներից, այսինքն միշտ վախում են լեզվական, մշակութային, ես ասում եմ, չէ, գնացեք, զգացեք ձեզ ազատ։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դուք այս բառը ճիշտ արտասանեցիք, թե սխալ արտասանեցիք, դուք եք ձեր ֆիքսում, մի ֆիքսվեք։ Դրսում դա խնդիր չի։ Պետք չէ ֆիքսվել այդ կոմպլեքսները, երբ որ շատ դեպքում մենք այդ կոմպլեքսներից ելնելով ենք փորձում խուսափում ենք գնալ, շփվել եւ այլն, հավաքում ենք, վայ լեզուն կարող է մի քիչ լավ չխոսենք, մի քիչ էս բառը չէ, դրսում դա նորմալ է։ Իրականում իմ հաջորդ հարցը հենց դրան էր վերաբերում, որ հենց ձեր ասած մտքերից էլի իմ մեջ գեներացվեց, հարցն այն մասին է, թե եթե օրինակ ձեր գործընկերների պարագայում դուք կարող եք շփվել, մոտիվացնել եւ իրենց որոշումների պատասխանատուն հիմնականում իրենք են։ Բայց երիտասարդների եւ ուսանողների դեպքում մենք գիտենք, որ մասնավորապես մարզաբնակ հասարակություններում շատ կարեւոր եւ առանցքային տեղ է զբաղեցնում ընտանիքներում ծնողների, հա, թողատվությունը, թույլտվությունը, վերաբերմունքը իրենց այսպիսի ծրագրերին։ Բացի լեզվական բարիերից որոնք են այն խնդիրները կամ որոնք են մարտահրավերային այն ուղղությունները, որ շատ հաճախ երիտասարդին, ուսանողին արգելակում են, որ մասնակցեն նմանատիպ ծրագրերի։ Շատ լավ հարց էր։ Այո, այդ խնդիրը ցավոք սրտի կա, մեր ընտանիքներում կան, ու դեռևս ցավոք սրտի կան ընտանիքներ, որ մտածում են, «Յա ոնց կլինի իմ երեխուն թողեմ գնա, չգիտեմ, 7 ծովեն կողմ, 7 աշխարհեն կողմ, գնա դրսում սովորի, մենակ չէ, պետքա վստահենք»։ Շատ կարևոր է վստահել, փոխադարձ վստահությունը, նաև ընտանիքի ներսում, վստահել ընտանիքի անդամին, վստահել քո երեխային, քո զավակին։ Ինչու եմ դա ասում, որտեվ երեխան դա մեր ընտանիքի եւ հասարակության հայելին է, այսինքն ես դաստիարակել եմ, ես պետք է հասկանամ, ինչպեսին է երեխան։ Այսինքն կարող եմ վստահել, հետեւաբար պետք է փոխադարձ վստահություն լինել եւ պետք է հաղթարել դա դրսում ոչ ոք մարդակեր չէ, ոչ ոք ոչ մեկին ոչ ուտում է, չգիտեմ, խնդիր չկա։ Դա կարակ է, որ գնում ես դուրս, դու շատ լավ տեսնում ես, հասկանում ես։ Կան խնդիրներ, դա լեզվական խնդիրներ են, մշակութային խնդիրներ են, այդ կոմպլեքսներն են, այսինքն կաղապարվածությունն է, ոնց կարելի է։ Այդ խնդիրները կան նաև օրինակ մարզից Երևան թողել գնալ սովորելու տեսանկյունից։ Ես Իջևանում դասավանդելու ժամանակ եղել են դեպքեր, երբ որ շատ փայլուն երեխաներ եղել են, եւ մագիստրատուրա, որ պետք է գնային Երևանում շարունակելու, այստեղ ծնողները ընտանիքները թույլ չեն տվել։ Հատկապես դա վերաբերում է աղջիկ երեխաներին։ Աղջիկ երեխաների մասով այդ խնդիրը եղել է։ Ճիշտ է, հիմա ահագին տարբերություն կա, փոխվել ենք, զարգանում ենք, այսինքն դա այդ կարծրատիպը գնալով ավելի նվազել է դրա տոկոսը, բայց ամեն դեպքում կան խնդիրներ։ Եվ առավել եւս այդ խնդիրները առաջանում են, երբ որ երկրից դուրս գնալ սովորելու մասով մենք խոսում ենք։
ամեն դեպքում մենք պետքա փոխվենք, պետքա զարգանանք եւ ընտանիքներում, հասարակության մեջ պետք է լինի հետեւյալ ընկալումը, որ հնարավոր է գնալ, պետք է գնալ, որտեղ դա նպաստում է մեր զարգացմանը ու չպետքա վախենալ ոչ մի մարտահրավերներից եւ լեզվական, եւ շփումներում, եւ տարբեր մշակույթների եւ հասարակությունների հետ շփվել։ Պետք է կարողանալ ներկայացնել եւ լինել ներկայանալի եւ կարողանալ այդ մշակույթների մեջ, այսինքն չկորցնել ձեր տեղը, չխառնվել։ Սա նաեւ այդ մշակութային մասով, որ մենք վախում ենք դրսի հասարակությունից, չէ։ Այդ վախերը պետքա կոտրվեն։ Գերսիո, ես համաձայն եմ ձեր այն մտքի հետ, որ փոխանակման ծրագրերը ոչ ֆորմալ կրթական հնարավորությունները զարգացնում են մեզ։ Ես ինքս էլ իմ կյանքի ամենատարբեր փուլերում եւ դրվագներում եղել եմ նմանատիպ ծրագրերի շահառուներ, այսպես ասած։ Բայց ես ուզում եմ մենք նաեւ անդրադառնանք, թե օրինակ այդ տարբեր մշակույթները ինչպիսի մարտահրավերների առաջ են ձեզ կանգնեցրել։ Կհիշեք օրինակ դեպքեր, երբ որ օրինակ այլ համալսարանում կամ ինչ որ ծրագրի համատեքստում տեսել եք կամ ունեցել եք զգացողություններ, որոնք ձեզ համար շատ խորթ էին։ Ես չեմ ուզում խոսենք դրանց լավ կամ վատ լինելու մասին, ես ուզում եմ խոսենք դրանց տարբերությունների մասին։ Բնականաբար կան, բայց ասենց ասեմ, ինձ այդ ամեն ավելի թույլ է տվել հեշտ հաղթարել այն պահը, որ ես կրթություն եմ ստացել դրսում։ Այսինքն ես ապրելով, լինելով, այսինքն 23 տարեկան երիտասարդ, երբ որ գնացել եմ դրսում, մենակ ապրել եմ, սովորել եմ եւ ամենամեծ հոգեբանական խնդիրը ամենաառաջի հարցը դա հոգեբանական է, երբ որ դու հոգեբանորեն պատրաստ չես լքել քո սովորական միջավայրը ասածը դա ընտանիքն է, ընկերներն են, հարազատ լեզուն է, հարազատ միջավայրն է եւ գնում ես մի տեղ, գնես որտեղ ոչ ոք քեզ չի սպասում։ Գնում ես նոր միջավայր եւ այնտեղ դու պետք է ստեղծես նոր հարաբերություններ, նոր ընկերներ, նոր շփումներ եւ այդ սկզբնական պահը հոգեբանական միշտ լինում է շատ դժվար։ Կարծում եմ այստեղ նաեւ պետք է հոգեբանորեն պատրաստել։ Եվ ես այդ ճնշումը զգացել եմ, այսինքն այնպես էր ճնշումը, որ ես ասենց ասած խելագարվում ես, որ կտրվում ես ամեն ինչից, լրիվ գալիս ես նոր միջավայր, ու համար լրիվ խորտ է, ու հատկապես այսինքն ուրիշ բան է, որ գնում ես ոչ ֆորմալ ինչ-որ մասով, 1 ամսով, 1 շաբաթով, 2 շաբաթով, ուրիշ բան է, որ գնում ես 2 տարով։ Ու այնպես ստացվեց, որ 1 ամիս հետո արձակուրդներ էին, եւ ես չէի պլանավորում, որ պետք է գայի Հայաստան, բայց որոշեցի գամ։ Վերադարձա ու մի տեսակ այդ հոգեբանական այդ բեռը ինձան դուրս եկավ եւ 2 շաբաթ հետո երբ որ վերադարձա, լրիվ արդեն փոխված էի։ Այսինքն հոգեբանորեն արդեն պատրաստ էի։ Երկրորդ անգամ երբ որ գնացի 2 շաբաթ հետո, ես հոգեբանորեն արդեն պատրաստված էի։ Շատ կարեւոր է այդ հոգեբանական խնդիրը, այդ բարդույթը շատ կարեւոր է, պետք է կարողանանք հաղթահարել։ Պետք է պատրաստ լինես։ Պետք է պատրաստ լինես դրսում գնալ, մենակ լինելու նոր հարաբերություններ ստեղծելու, որտեղ ամբողջովին նոր է։ Դու կտրվում ես ամեն ինչից։ Այս է ամենամեծ հոգեբանական դժվարությունը։ Ընդհանրում այդ տարբերությունները երևի թե ամենատարբեր կենցաղային մակարդակներից ընդհանուր միջև աշխատանքային փոխհարաբերություններ ունենում են։ Աշխատանքային փոխհարաբերություններ, մարդկային փոխհարաբերություններ, մշակույթներն են տարբեր, որտեղ ինչ կապ չունի եվրոպական երկիրը, ոչ եվրոպական երկիր, ամեն դեպքում տարբեր են։ Մտածելակերպ, մշակույթ, վարվեցողություն, եւ դու պետքա պատրաստ լինես։ Ես ինքս պատրաստ չէի։ Բայց կարողացա այս ամենը հաղթահարել ու հետո արդեն երբ որ գնում է փոխանակման ծրագրերին, ընդհանրապես որևէ ինչ-որ հարաբերությունների հարաբերվելու հետ առումով որևէ խնդիր չեմ ունեցել, փառք Աստծո։ Ես ուզում եմ մենք նաև անդրադառնանք մի քիչ պատմեք նաև այն ծրագրերից, որի շրջանակում դուք հնարավորություն եք ունեցել ձեր այդ հմտությունների, կարողությունների բաց լրացնել, փորձի փոխանակման համատեքստում ծրագրեր։ Ես վստահ եմ, որ մեզ լսողներին վստահաբար հետաքրքիր կլինեն նաև այդ ծրագրերի մասին։ Ինչպիսի ծրագրեր կան, որտեղ կարող են փնտրել, նայել այդ ծրագրերի մասին, գտնել ինֆորմացիա եւ դիմել ըստ։ Փառք Աստծո, այսօրվա աշխարհում, ժամանակակից թվային աշխարհում ավելի հեշտ է տեղեկատվությունը հայթայթելը եւ տեղեկատվություն տարբեր ծրագրերի մասով։ Օրինակ 30 տարի առաջ կամ 25 տարի առաջ ամեն ինչ շատ ավելի բարդ էր եւ ծրագրերն են խիստ սահմանափակ եւ տեղեկատվությունը այդ ծրագրի վերաբերյալ այսօր կան բազմաթիվ ծրագրեր, որոնց երիտասարդները կարող են մասնակցել, որոնք հնարավորություն են տալիս ոչ ֆորմալ
կրթության շրջանակներում ուրեմն շփվել, հարաբերվել, մեկնել տարբեր երկրներ ժամանակավորապես եւ մասնակցել տարբեր ծրագրերի ու վերադառնալ Հայաստան։ Կան օրինակ ամենատարածված ծրագրերից մեկը որ կա, դա Erasmus ծրագիրն է, ընդ որում Erasmus-ը ունի ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կոմպոնենտ։ Ֆորմալ կոմպոնենտը դա միջբուհական հարաբերություններն են, պայմանագրերն են, որով իրականացվում է ուսանողների եւ պրոֆեսոր դասախոսական կազմի փոխանակումներ, այսինքն ուսանողները 1 կիսամյակ գնում են սովորում են, անցնում են դասթասները, ինչ որ այդ բուհում են սովորում, վերադառնում են Հայաստան, դասախոսները գնում են դասավանդում են, այսինքն փորձի փոխանակում է եւ կա ոչ ֆորմալ տեսանկյունից կան երիտասարդական ծրագրեր, որոնք, չգիտեմ, ուղղված են երիտասարդական տարբեր խմբերի, լիդերության զարգացման, մշակութային կոմպոնենտներ կան, Erasmus-ը նաև ունի կամավորության պրոյեկտներ, այսինքն որ դուք գնում եք որոշակի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ուրեմն ծրագրերին մասնակցում որպես կամավոր ապրում եք, այսինքն տվյալ երկրում ինչ որ կամավորական ծրագրեր եք մասնակցում, սա նույնպես շատ կարևոր հնարավորություն է։ Սրանից բացի նաև կան այլ ծրագրեր նույնպես տարբեր միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող, որոնք կրկին ունեն ֆորմալ եւ ոչ ֆորմալ ուրեմն կրթական կոմպոնենտներ։ Բացի այդ այսօր բաց ուրեմն աշխարհի այս թվային հնարավորություններում նաև հնարավորություն են տալիս մեզ տեղում ծանոթանալ այդ երկրներում ինչ մրցույթներ կան միջազգային եւ անձամբ դիմել եւ մասնակցել այդ մրցույթներին եւ գնալ այնտեղ սեմինարների, կոնֆերանսների, չգիտեմ, նույն պրակտիկա ինտերնշիփերի մասնակցել անցնելու հնարավորությունները շատ են։ Պարզապես մի բան եմ ուզում ասել, ուղղված մեր երիտասարդներին, հարգելի երիտասարդներ, եղեք նախաձեռնող, եղեք ակտիվ, միշտ փորձեք փնտրել, եթե դուք փնտրեք, գտնեք եւ տեղեկատվությունը եւ հնարավորությունը մասնակցելու այդ ծրագրերին, որովհետեւ միշտ իմացեք մի բան, ես ցավում եմ մեր երիտասարդների համար, որովհետեւ շատերը մտածում են, որ իրենց տեղը նստած ամեն ինչ բերելու են իրենց հրամցնելու են, ոչ, կյանքը այդպեսին չի, կյանքում պետքա պայքարեք ամեն ինչի համար, կյանքը պայքար է, եւ դուք պետք է լինեք նախաձեռնող եւ ինքներդ փորձեք sense ասած բզբզալ, որ կարողանաք հասնել եւ գտնել այդ ամեն ինչը։ Եթե դուք փորձեք այդ ամեն ինչը անել, կհաջողեք։ Միանշանակ համաձայն եմ, որտեղ անձնական շահագրգռվածությունը եւ մոտիվացիան կյանքում շատ հարցեր են լուծում։ Սովորաբար մեր հաղորդումների վերջում ես խնդրում եմ ուղերձով դիմեն մեր զրույց քննարկման հյուրերը, ինչը դուք ըստ էության արեցիք, բայց եթե էլի ավելացնելու ունեմ, ուզում եմ ասել մի բան, հարգելի երիտասարդներ, հարգելի ուսանողներ, մի մտածեք, որ ոչ ֆորմալ կրթությունը կարող է փոխարինել ֆորմալ կրթությանը եւ հակառակը։ Եվ իմացեք մի բան, ձեր երիտասարդ տարիներն, այսինքն այն ուսանողությունը, որ դուք վայելում եք, 18-ից սկսած 18, 19, 20, 21, 22, մի կորցրեք այդ ժամանակը իզուր։ Եվ եթե դուք սովորում եք, աշխատեք այդ սովորելու ընթացքում ձեռք բերել մաքսիմալ գիտելիքներ, որտեղ այդ գիտելիքները, որ դուք ձեռք եք բերելու ակադեմիական շրջանակներում, դա լինելու է այն հիմքը, որը բերելու է ոչ ֆորմալ կրթության միջոցով զարգանալու ավելի լայն հնարավորությունների։ Դա ձեզ կյանքում օգնելու է։ Երբեք ակադեմիական կրթությունը չի վնասում։ Մեկը մյուսին ֆորմալն ու ոչ ֆորմալը, մեկը մյուսին չեն լրացնում։ Դրանք փոխ լրացնող են, բայց ավելի ուժեղ լինելու համար, ավելի հստակ լինելու համար, ավելի մեծ տեղ զբաղեցնելու համար արևի տակ ֆորմալ կրթությանը ուշադրություն դարձրեք եւ քանի երիտասարդ եք, սովորեք, որտեղ մեծ տարիքում միշտ ավելի դժվար է։ Երբեք մեծ տարիքում չեն գնում ակադեմիական գիտելիքներ ստանալու եւ զարգանալու։ Կարող ես մեծ տարիքում ինչ-որ բան սովորել անել, բայց դա քիչ է։ Երիտասարդությունը այն տարիքն է, երբ ձեր ուղեղը պատրաստ է ընկալել այդ ինֆորմացիան եւ դուք պատրաստ եք մարսել այդ ինֆորմացիան, մեծաքանակ ինֆորմացիան, մարսել եւ զարգանալ։ Հետագայում արդեն շտկումներ անելով սովորեք։ Սովորելը միշտ պետք է գալու։ Գիտելիքը դա ուժ է։ Շատ շնորհակալություն, շատ օգտակար դիտարկումների համար։ Լիահույս եմ մեզ հետևողները անպայման հետևողական կլինեն եւ գիտություն կընդունեն։ Շնորհակալություն հետաքրքիր զրույց քննարկման համար։ Ես եմ շնորհակալ։